Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Հայաստանն ու Ադրբեջանը որպես ինքնիշխան պետություններ իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ։ Նման հայտարարություն են արել Ռուսաստանից։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Պեսկովին հարցրել են, թե արդյոք Կրեմլը մտահոգված է Անդրկովկասի եւ Միացյալ Նահանգների միջև խորացող համագործակցությամբ։ Հարցը տրվել է ԱՄՆ փոխնախագահի Վենսի տարածաշրջան կատարած վերջին շրջագայության համատեքստում։ Սրանք ինքնիշխան պետություններ են եւ նրանք ունեն ինքնիշխան իրավունք հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ։ Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ եւ Բաքվի եւ Երևանի հետ։ Իհարկե մենք մտադիր ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները գործընկերների հետ, հայտարարել են Ռուսաստանից։ Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան եւ ուժեղ Հայաստանի հարցում։ Նման հայտարարություն էլ իր հերթին արել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեկնաբանելով ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս իրավիճակը։ Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան ուժեղ եւ ինքնաբավ Հայաստանով։ Ես համոզված եմ, որ երկրի լիարժեք մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին արդյունավետորեն նպաստում է դրան։ Դեսպանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ապրում է աշխարհաքաղաքական անկայունություն։ Այս դժվարին պայմաններում Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները մտել են փոփոխվող իրականությանը հարմարվելու նոր փուլ։ Մեր տեսած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է երկու կողմերից էլ երկարաժամկետ քաղաքական կամք եւ ռազմավարական իմաստություն, երկկողմ համագործակցության կուտակված հարստությունը պահպանելու եւ ընդլայնելու համար։ Անցյալ տարվա արդյունքները հաստատեցին, որ արտաքին ցնցումներից անկախ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրային, տնտեսական եւ ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ եւ պարենային անվտանգության ժամանակի փորձություն անցած երաշխավորը։ 2026 թվականի փետրվարի 10-ին ամերիկյան Firebird տեխնոլոգիական ընկերությունը եւ ԱՄՆ կառավարությունը հայտարարել են Հայաստանի արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման երկրորդ փուլի մասին։ Նախնական $500 միլիոն արժողությամբ ծրագիրը վերածվում է $4 միլիարդ արհեստական բանականության մեգանախագծի, ինչը Հայաստանը դարձնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը։ Firebird-ի հրապարակած մամուլի հաղորդագրությունում կարդում ենք. նախագծի շրջանակում ստացվել են ԱՄՆ արտահանման արտոնագրեր NVIDIA եւ GB300 պրոցեսորների համար։ Ընդհանուր քանակը կհասնի շուրջ 50,000 GPU-ի։ Այս ընդլայնմամբ Հայաստանում կտեղակայվի աշխարհի 5 ամենամեծ արհեստական բանականության պրոցեսորային կլաստերներից մեկը։ $4 միլիարդ ինթանուր արժեքով սա Հայաստանի պատմության մեջ տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն կապիտալ ներդրումներից մեկն է։ Այս նախագիծը 2025 թվականի օգոստոսին կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության վերաբերյալ ստորագրված հուշագրի գործնական արդյունքն է, ինչը խորհրդանշում է երկու երկրների միջև խորը տեխնոլոգիական համագործակցությունը։ Ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր 2025 թվականի կեսերին $500 միլիոն ներդրմամբ։ Երկրորդ փուլը զգալիորեն արագացնում է գործընթացը, նպատակ ունենալով 2026 թվականին հասնել համակարգի ամբողջական գործարկմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մարիա Մերաբովային շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։ Մերաբովան տաղանդավոր վոկալիստ է, կոմպոզիտոր եւ մանկավարժ։ Ծնվել է Երևանում, թբիլիսահայ Օնիկ Ալխվերտովի իրավաբան եւ լրագրող Իլմա Սուլխանովի ընտանիքում։ Բացառիկ ձայնային եւ կատարողական տվյալների համար հաճախ կոչվում է Մարիամ Լեդի Ձայն Մերաբովա։ Կատարյալ տիրապետում է անգլերենին, որի շնորհիվ նրա կողմից կատարվող երգերը դառնում են բացառիկ եւ ընկալելի։ Մասնակցել է բազմաթիվ ջազային հեղինակավոր փառատոների։ Queen խմբի հիմնադիրներից մեկի Բրայան Մեյի կարծիքով Մարիամ Մերաբովան կարողացավ ճշտորեն կատարել Killer Queen-ի պես բարդ դերերքը։ Նա երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ 5 տարեկանից։ Իր հարցազրույցներից մեկում Մերաբովան ասել է, որ բեմն իր համար ռենտգենի նման է, բեմի վրա չի կարելի ձևացնել։ Մերաբովան շատ է սիրում հայկական երաժշտություն։ Նա խոստովանել է, որ իր սիրելի երգը Էլվինա Մակարյանի Մեղեդին է եւ հաճախ այն կատարում է հենց հայերեն։ Երգչուհին հաճախ է դիմել այլ ժանրերի, բայց միշտ վերադարձել է ջազին։ Նույնիսկ ջազային ոճով կատարել է իր սիրելի օպերային արիաները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող գեղասահորդ Իլյա Մալինինը օլիմպիական խաղերում կատարել է գեղասահքի ամենաաղմկահարույց հնարքներից մեկը՝ հետադարձ սալտոն, backflip, վայրեջ կատարելով մեկ ոտքի վրա։ Այս էլեմենտը արգելված էր գրեթե 50 տարի, սկսած 1976 թվականից, երբ Թերի Կուբիչկայի դեբյուտից հետո այն որակվեց որպես չափազանց վտանգավոր եւ անհնարին գնահատման համար։ Տասնամյակներ շարունակ մարզիկները տուգանվում էին այս հնարքի համար եւ միայն 2024 թվականին է պաշտոնական արգելքը հանվել։ Մալինինի հաջողությունը նաեւ մարզական ամուր գեների արդյունք է։ Նրա ծնողները Ուրալից են եւ ժամանակին եղել են ԽՍՀՄ ու Ռուսաստանի առաջնությունների հայտնի գեղասահորդներ։ Վերադարձնելով լեգենդար հնարքը օլիմպիական հարթակ, Մալինինը ոչ միայն ցուցադրեց տեխնիկական բացառիկ հնարավորություններ, այլև ազդարեց գեղասահքի կանոնների եւ հնարավորությունների նոր դարաշրջանի մեկնարկը։
Ելույթից հետո նա զբաղեցրել է երկրորդ տեղը, հավաքելով 98 միավոր, հաղթել է ճապոնացի Յումա Կագիյաման։ Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում։ Նման հայտարարություն էլ արել է Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Բացարձակապես ցանկություն չունենք ձևավորել այլ երկրներ։ Ընդհակառակը, մենք անկեղծորեն ձգտում ենք եղբայրության, ասել է նա։ Նշենք, Անկարայի միջուկային կարգավիճակի թեման կրկին հայտնվել է աշխարհաքաղաքական բանավեճի կենտրոնում։ Փորձագետների կարծիքով Թուրքիայի ղեկավարությունը հիասթափված է միջազգային անվտանգության գործող համակարգից։ Ըստ փորձագետների, տարածաշրջանում անկայունության ներկայիս մակարդակը մեծապես ձևավորված է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությամբ։ Միջազգային իրավունքի թուլացման պայմաններում ավելի հաճախ է գործում ուժի սկզբունքը, որի դեպքում անվտանգության երաշխիքները կորցնում են իրական բովանդակությունը։ Նույնիսկ ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ բանակի կարգավիճակը Թուրքիային պաշտպանվածության զգացում չի տալիս։ Դա դրդում է Անկարային փնտրել ազդեցության այլընտրանքային գործիքներ։ Նշենք նաև, որ Թուրքիա մտադիր է ընդլայնել իր միջազգային կարգավիճակը հայտարարված նպատակների թվում են ԵՄ-ին անդամակցությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դերի ուժեղացումը եւ աշխարհաքաղաքական մի քանի տարածքներում առաջնորդությունը։ Անկարան փորձում է իրեն ներկայացնել որպես ուժի ինքնուրույն կենտրոն, այլ ոչ թե որպես արևմտյան դաշինքների կախյալ մասնակից։ Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան-ռուսական երկաթուղիներ ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Նման հայտարարություն է արել ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրենը։ Նրա խոսքով ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը այս ուղղությամբ։ Մատակարարումները այժմ դարձել են կանոնավոր։ Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել տրանսպորտը այս երթուղով, ասվում է հայտարարության մեջ։ Պավլովը հիշեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան մեկնեց հացահատիկի առաջին գնացքը։ Սա հնարավոր դարձավ Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո։ Եվ վերջում օրվա կադր, հավաքական հիշողությունը մեկ հայացքում։ Նորատոսի խաչքարադաշտը հայ միջնադարյան մշակույթի բացառիկ վկաներից է։ Այդ խաչքարերն իրենց յուրահատուկ զարդանախշերով, անկրկնելի ու ինքնատիպ փորագրություններով խախտում են ժամանակի սահմանները եւ շարունակում պատմել մեր ժողովրդի հավատքի արարման մասին։ Նորատոսի խաչքարադաշտը մի ամբողջ ժողովրդի հավաքական հիշողության շտեմարան է, որտեղ պահպանվում է անցյալը, խոսում է ներկան եւ ուրվագծվում ապագան։ Խաչքարերի լռության մեջ զբոսնում են գուլպաներ վաճառող տատիկները։ Առօրյա կյանքում նրանք պարզապես գուլպա վաճառողներ են, բայց իրականում Աստծո նախախնամությամբ հանդես են գալիս որպես խաչքարերի պահապան հրեշտակներ, որպես ժողովրդի հավաքական հիշողության կենթանի կրողներ եւ այն փոխանցողներ։ Նրանք շրջում են տարածքում եւ զրույցներում ավելի շատ պատմում խաչքարերի մասին, քան կարող են պատմել հնագետներն ու պատմաբանները։ Առանց դա ցանկանալու տատիկները դառնում են ժամանակի թելեր, որոնք հյուսում են անցյալն ու ներկան մեկ շարունակական հիշողության մեջ։ Նրանց ձեռքում ծնվում են ոչ միայն գունավոր գուլպաներ, այլև անտեսանելի շղթաներ, որոնք սերունդները կապում են իրենց նախնիների թողած ժառանգության հետ։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդ օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։